Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Սկսեմ հայտարարությունից, հետագայում պատասխանեմ ձեր հարցերին։ Պատիվ ունեմ խմբակցության բոլոր պատգամավորների Facebook-յան էջերում արդեն իսկ զետեղված է թղթային տարբերակը։ Մեր արձագանքը պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին դիմաց քաղաքացուն, ընթերցեմ։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին ուղղված նամակներին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներս, վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նամակը ստորագրված է պատիվ ունեմ խմբակցության բոլոր պատգամավորների կողմից, այս նամակի թղթային տարբերակը կուղարկվի մեզ դիմաց քաղաքացուն։ Հիմա պատրաստ եմ պատասխանել անի։ Հերթով, հարգելի գործընկեր։ Տեխնացու պարոն Մամիջանյան չեք առաջադրել։ Այս ծայրից։ Հարցը վերաբերվում էր մենք սկսում ենք գործընթաց թե չէ։ Հայտարարության մեջ հստակ նշված է, որ մենք պատրաստ ենք ստորագրել եւ քննարկել եւ ստորագրել իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում, ինչպես նշված է հայտարարության մեջ, որ նամակի մեջ, ավելի կոնկրետ, ավելորդ քաղաքական նկրտումներով գործընթացը չբարդացնելու համար այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը թեկնածություն չունի։ Սա միակ խնդիրն է, որը մեզ այսպես ասած այս պահին ստորագրել մուտք անելուց կանգնացնում է։ Հայաստան խմբակցությունը Հերթով, հարգելի գործընկեր։ Իսկ առաջիկայում դուք պատրաստվում եք արդյոք թեկնածու առաջադրել, թե սպասելու եք Հայաստան։ Ես ասացի, որ այս պահին մենք թեկնածու չունենք, պատրաստ ենք քննարկել թեկնածուի հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, բոլոր։ Եկեք ես չմեկնաբան Հայաստան խմբակցությունը առաջին հերթին մտնում է բոլորի մեջ։ Մեր համար ներողություն եմ խնդրում, ժողովուրդ։ Մեկ, եկեք, եթե թույլ տաք, ես Հայաստան Դաշինքի հայտարարությունները չմեկնաբանեմ, դա իրենց ֆրակցիայի դիրքորոշումն է, որին մենք վերաբերվում ենք հարգանքով։ Այնուամենայնիվ, ես արդեն իսկ նշեցի, որ քանի որ հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեր համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք հայտարարել ենք, որ մեր առաջնահերթությունն է իշխանափոխությունը, այլ ոչ թե իշխանության հասնելը, իշխանափոխությունը։ Դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ այս գործընթացը իրականացնելու համար մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ։ Բայց ամեն դեպքում Հայաստան խմբակցության հետ փորձել եք իհարկե ինքնական պատգամավորել, բայց այս ստորագրություններից առաջ փորձել եք նրա հետ խոսել, գուցե ինքն էլ միանալ այս ստորագրություններին։ Ես վստահ եմ, որ Իշխան Զաքարյանը ինքը կարող է հայտնել իր կարծիքը որպես անկախ պատգամավոր։ Իշխան Զաքարյանը չի հանդիսանում պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր, դա կարծում եմ նորություն չի։ Ավելին ասեմ, պատիվ ունեմ նախընտրական ցուցակում, պարոն Զաքարյանը ներառված էր ոչ Հայաստանի Հանրապետական կուսակցության կվոտայով։ Եթե ուշադիր եք եղել, իսկ վստահ եմ, որ ուշադիր եք եղել, ինչպես եւ միշտ նախագահ Սարգսյանի հայտարարություններին, ապրիլի 24-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հանրապետականը ունի ծրագիր, այդ թվում նաեւ բնականաբար կարևորագույն բաղադրիչը փողոցային գործողությունների եւ փողոցային պայքարի, եւ դրա մասին հավելյալ որևէ տեղեկություն այս պահին ես չեմ կարող տալ գործընթացի շահերից ելնելով։ Այս ծրագրի ես հատուկ երկու հարցի կպատասխանեմ, պարոն Գերակոսյան։ Այս ծրագրի նախաձեռնողները մեզ դիմաց քաղաքացիներն են։ Սա կապ չունի Սերժ Սարգսյանի։ Ես ասացի, որ այս ծրագրի նախաձեռնողները մեզ դիմաց քաղաքացիներն են։ Պարոն Գերակոսյանը կռիվ կանի, լսում եմ։ Պարոն Մամիջանյան, ինչպես եք ձեր ծրագիրը իրականացնելու իշխանապողության, փորձելու եք Նիկոլ Փաշինյանին մերժել այնպես, ինչպես 7 տարի առաջ Սերժ Սարգսյանին եւ ձեր կուսակցությանն էին մերժում։ Պարոն Գերակոսյան, այդպես չենք անելու, որովհետեւ այդ ժամանակ ակնհայտ արկա էին արտաքին
ուժեր, որոնք հիմնական շահառուն էին այս գործընթացի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խաբված էր այդ ժամանակ, այդ մեկ պատճառ, որը տարբերակելու է այդ գործընթացը մեր գործընթացից, որտեղ մեր գործընթացի շահառուն նախաձեռնողը եւ իրականացնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է լինելու։ Մեկ, երկրորդ վերջնարդյունքի տեսանկյունից մենք կյանքում չենք կարող ներգրավված լինել մի գործընթացում, որը բերեց այն արդյունքներին, որոնց բերեց ձեր նշած իրադարձությունները։ Հայաստան խմբակցությունից ասել էին, որ եթե եւ նույն է կպնչի միանա եւ հերթական Եվ զապակումը Նիկոլ Փաշինյանին են ուժեղացնում, ասում են Հայաստան։ Ես արդեն ասել եմ, որ ես չեմ մեկնաբանելու Հայաստան Դաշնքի հայտարարությունը։ ասում են, եթե դուք կարողանաք 8 պատգամավորի ստորագրություն բերել, 28 պատգամավոր իրենք պատրաստ են տրամադրել։ Հիմա դուք կարծում եք այդ 8 պատգամավորը դուք կարող եք լրացնել այդ թիվը։ Փորձեմ պատասխանել ձեր հարցին, բայց ոչ այն տեսանկյունից, որը դուք տվեցիք։ Ես չեմ համարում, որ հայրենիքի համար պայքարի պարագայում դու պիտի նստես ու հաշվես հավանականությունը ինչքան է հաջողության հասնելու։ Մեր բոլորի տրամաբանությունը հետևյալն է։ Բոլոր գործոնները, բոլոր գործողությունները հասցնել իրենց արդյունավետության մաքսիմումի ու կպնել գործի։ Այդ հաշվարկները կստացվի, չի ստացվի, ես չեմ համար պետք է, չէ, պարոն Մամիջանյան, այդ 36 պատգամավորից Ես ուզում հիմա մանրամասների մեջ խորանամ բոլոր այն կետերի, որոնց մասին խոսել են նախաձեռնողները, բայց ոչ, 36 չի։ Եթե լսեք նախաձեռնողների առաջարկը, որը բավական հետաքրքրական լուծում է, մինչև այսօր այդ տարբերակով երբեք գործընթացներ չի արվել, ապա թղթերը մուտք են արվելու ոչ թե 36-ի մինիմալ շեմը հաղթահարելուց հետո, այլ շարունակելով հավաքել ստորագրությունները այն ժամանակ, երբ որ դա ունենա որոշակի շոշափելի քահանակ։